ընտրությունների համեմատ 5 անգամ ավելի է, ակտիվությունը ընտրողների 21-ի համեմատ։ 21-ի համեմատ 5 անգամ չէ, բայց երևի տենց մի կրկնակի էլի, կրկնակից մի քիչ ավելի, ինչքան ես հիշում եմ 21 թվականի ընտրությունների մասնակցել է 283 հոգի այստեղ ամասը, հիմա արդեն մոտավոր 500 անցել է էլի։ Քանի ընտրող կա այս Քանի արդեն ցուցակով գրված ցուցակային 1081 Ինչ կան նա եկել կներեք ասացիք, ինչ կան նա եկել արդեն մոտավորապես 530 Ինչով է պայմանավորված ակտիվությունը անցած տարվա համար։ Դե չեմ կարող ասեմ, երևի ժողովրդի հետաքրքրությունը ավելի աճել է ընտրությունների համար, դրա համար այդ ակտիվությունը ավելի աճել է։ Մի ժամանակ ամեն ակտիվ ընտրությունը համայնքապետի ընտրությունն էր, մինչև այս խոշորացումը, մինչև բանը։ Դե հիմի ոնց որ նորից դեպի շրջանս յուրել, ոնց ասում են, նորից հետ են գալի ժողովրդի այդ ակտիվությունը։ Գալիս են, որ ոնց որ առաջնային իրանց համայնքի ղեկավարը իրանց համար ոնց որ ավելի կարևոր է, քան այն մյուս ընտրությունները, որոնք ավելի պասիվ են։ Իսկ թե ինչով է պայմանավորված, որ անցած ընտրություններին պասիվ է եղել, հիմա ակտիվ են, դա երևի անցած ընտրությունների պատերազմից հետո ինչ-որ տրամադրությունների բաներ կապված կարող է չգիտեմ։ Ուղղորդում բան նկատել եք, ուղղորդում նկատել եք։ Չէ, ուղղորդում, դե ոչ մի ուղղորդում էլ չի եղել։ Հիմա չի եղել, թե չեք նկատել։ Չի եղել, թե չեք նկատել։ Չեմ նկատել։ Բայց որ դուք ներսում եք, ինչ գիտեք, դրսում Բաքվում ինչ է կատարվում։ Դե որ ես դուրսը չեմ տեսել Բաքը, դրա համար էլ ասում եմ չեմ տեսել։ Չասիք չեմ տեսել, ասիք չի եղել։ Դրանք տարբեր են։ Չեմ նկատել։ Շնորհակալություն։ Իսկ դուք նախորդ ընտրություններին այստեղ եղել եք հանձնաժողովի կազմում։ Չէ, նախորդ ընտրություններին ես ոնց որ մյուս տեղ եմ ասում, ինչքան հիշում եմ։ Այս գյուղում էլի ակտիվություն կար էլի։ Չէ, պասիվ էր։ Եվ ինչ տեսակ խախտումներ եք արձանագրել օրվա ընթացքում։ Մեր մոտ է։ Մոտած լուրջ խախտումներ չեն եղել, ասենք ընտրողները ընտրական գործընթացին չեն տիրապետել ու ասենք չեն կողմնորոշվել, որ պետք է գնան ընտրակցքի հետևը նոր բացեն նայեն կամ բացել են ոնց որ չեն իմացել ոնց պետք է լինի հիմնականում քվեաթերթիկը ծրարի անկյունից դուրս չի գալի ուղղորդում են որ մտնեն ներս նորից ուղեն որ այդ անկյունը սպիտակ անկյունը դուրս գա որ բանը տնենք էլի դրոշմակնիկը դրվի այդպես բաներ է եղել էդ է եղել ԿՊ-ի վստահված անձը ակտիվ խոսում է հանձնաժողովի անդամների հետ։ Նորմալ եք դա համարում։ Ինչա։ Նորմալ եք դա համարում։ Որը։ Որ ԿՊ-ի վստահված անձը ակտիվ խոսում է հանձնաժողովի անդամների հետ։ Ես չգիտեմ, դիտորդ արձանագրել է, ես էլ տեսել եմ այդ հարցազրույցը, ես էլ եմ համաձայնվել ստորագրել, որ ցիվիկը կոնկրետ հարցազրույցը հետո որ գրանցվել է այդտեղ, այսինքն սկզբում ինչ որ ժամանակ անցկացրել է այստեղ, հետո որ գրանցումը իրականացրել, իսկ օրինակ երկու լրատվամիջոց ազատությունը ֆակտորը եկավ, սկզբում գրանցվեց, հետո որ ասես տեսանակար անել։ Իսկ գուցե լրագրողի աշխատանքի տեսանկյունից հրատապ բան է եղել, որը եթե խնդրահարույց բան չլինի, արձանագրությունը ոչինչ չեն անի, այսինքն դա արձանագրվում է, որ հասկանա սխալ է, թե ճիշտ Մայցյանում։ Ես չեմ որոշողը ես չեմ Մայցյանի կենտրոնական հանձնաժողովն է որոշելու, հավանաբար եթե կընդունի, որ ճիշտ է, խնդրեմ ես բան չունեմ։ Ու ընտրողը այդպես չի դիտավ թերթիկը։ վերջում քվեարկեց, թե չէ։ Վերջում չի քվեարկել, մենք մարել ենք։ Հասկացա։ Մյուսը երկու ընտրող առանց թերթիկը, որը ծրար եմ արդեն։ Հա, արդեն քվեաթերթիկը ծրարի մեջ է, հասկացա, հա։ Մյուսը ընտրողը առանց գրանցվելու օգնության մոտեցել էին, այստեղ օգնել էին միմյանց։ Ընտրողը մոտեցավ ստորագրության։ Բաց քվեարկություն եղել է։ 7-րդ համարը ասել ընտրողը ինձ 7 մենակ տվեք, Ես ինքս չեմ լսել, ես ուղղակի տեսա, որ այսպես մատով ցույց է տվել, նման բան չի եղել։ Բաց քվեարկություն չի եղել։ Մերը պես, սա ձայնագրություն էլ ունի, ձայնագրություն եթե ունի, ես ձեզ հարցրի դուք
Ձայնագրություն ունի Դանիել։ Ես չեմ ուզում ես ուղակի խոսամ։ Այստեղ Ինչ անեն, Բերանը փակեն այդ ընտրողի։ Ինչ պետք է անեն այդ բան։ լավ, բանավեճինի մտեք, բանավեճինի մտեք, թողեք ընթան։ Դուք ձեր արձանագրություն արել եք, վերջ։ Հիմա հարցան։ Եղել է իրողություն ներկայացրեք, հիմա ձեզ ասում եք տենց եղել է։ Ընտրողի կտրոնը այստեղ ամբողջությամբ սարքը չի տպել, նկարը չի երևում, բայց 150 կտրոնի համարը եւ այլն այդ ամբողջը երևում է։ Սարքի պրինտերը խնդիրն է եղել, նկարը միայն կիսատ է երևում։ Այստեղ էլի սխալ ստորագրության բաժնում փորձելաստորագրի նշումը արվել ու դրանից հետո արդեն չի շարունակել ստորագրվել է այնտեղում, որտեղ որի արդեն իր համար է նախատեսված։ Այստեղ ասվում է, որ ընտրողը բաց քվեարկություն է կատարել, բայց ես ինքս չեմ լսել, մենակ ես ձեռքով եմ տեսել, իբրև դրել է տվյալ X համարի քվեարկությունի նրա ձեռքը։ Բարև ջանալ։ Այստեղ էլ դրսում ասում են 2-3 տեղ 5-6 հոգով կանգնած մարդիկ կան, իբրև թե կուտակումներ, մոտեցել են ոստիկանները փորձել են ցրել, բայց միևնույն է այդ 2-3 խմբերը դրսում կանգնած են ու ոստիկանները չեն կարողացել ցրել։ Իսկ հանձնաժողովը լրացուցիչ ուժեր չկան, չէ՞։ ինչպես Ոստիկանական լրացուցիչ ուժեր չկան, չէ՞։ Գնեք էլի բացարձ ենք տալիս։ Այդ մոտարապես ուժան արել։ քիչ առ ես շրամ Խմբերը լրագրողը մոտեցավ ու քանի որ ես զբաղված էի, սկզբում չկարողացավ մի անգամից գրանցվել, մի քանի րոպե հետո գրեց։ Հիմա հասկացա։ Կարող եմ շարունակել մի մատսամիներ։ Չէ, իրականում հետաքրքրում էր թե գրառումների մասով կարող եմ, բայց ավելացնել կամ ինչ։ Եկեք այս բանը հստակեցնենք, էլի как раз որ կա Ես մոտենում եմ տեսնում գրանցվելու մարդը բանը ինքը ասնագույցը կազմել քարտուարը այդ բանը բնականաբար չի կարող մեզ գրանցել ես տեսնում եմ որ հայաքվե դիտորդական առաքելության աղջիկը այդ ցուցակի մեջ բաներ հասնում այս ցուցակը քաղված կանելու եւ նկարվիրանություն տեսնելու չէ բայց հասնելու մոտ ես մոտենում եմ մարդին հասնում դուք իրավունք ունեք դա անելու ու այդ հարցազրույցից հետո նոր ես ավարտում եմ իրենց գործը, գրանցումները, նոր հետո գրանցում եմ ու պարոն Սարգսյանը դուք ինձանից հարցազրույց եք վերցնում, ես ձեզ ասեցի, եթե չեք տեսանկարահանումը տալու մի վերցրեք, եթե ուղիղ տալու եք, կխոսամ, հետո ուրիշից վերցրիք, նոր գրանցվեցիք, այստեղ այս մեր աղջիկը ազատ էր այդ ժամանակ, դուք հետո տեսակ որ խախտում է, նոր գրանցվեցիք։ Ես եկել եմ այստեղ ամաս, որտեղ հայաքվե առաքելությունը ասելա, որ այստեղ ամասում եղել է դոլարանցի փոխարեն քվեարկություն, տոլի կրկնակվեարկություն, Հետահազանգով ենք եկել, մենք եկել ենք այս տեղամաս, որովհետև այս տեղամասի հետ կապված, ինչպես նաև 4 այլ տեղամասերի մասով եղել է Եվա ջան, դիտորդին գրանցումը եղել է շուտ, գրանցումը եղել է ուշ։ Եվ ինչ բարձեցիք, արդյոք նման դեպք եղել է Չէ, բարձեցիք, որ վիպակա եղել, որ մի տող վերև կամ մի տող ներքև ստորագրելու արդյունքն է, կենտրոնական տրական հանձնաժողովը 17 թվականի փետրվարին տրված պաշտոնական պարզաբանում ունի, որտեղ հստակ սահմանում է այն կարգավորումները, որոնք այն ընթացակարգերը, որոնք որ պետք է արվեն, երբ որ ընտրողը գալիս է, էլեկտրոնային գրանցման սարքը կանաչ լույսը վառում է, քվեարկության կտրոնը տպվում է, բայց ցուցակում ընտրողի անվան դիմաց ստորագրություն է լինում։ Տենց իրավիճակներ հնարավոր են, որտեղ մարդ կարա պատահաբար մի տող վերև կամ մի տող ներքև ստորագրի, իշտեղը ստորագրի, էլի։ Ճիշտ է, այս հարմար կանոնները օգտագործելու դեպքում դա հավանականությունը էապես փոքրացնում է, բայց լինում են դեպքեր։ Եվ ըստ էության ստեղ այդ դեպքն է եղել, էլի, եւ հստակ սահմանած է պաշտոնական պարզաբանման, որ այդ դեպքում կազմվում է արձանագրություն, ընտրողը ստորագրում է նշումների դաշտում եւ ստանում է իր քվեաթերթիկը քվեարկում է
մեծ հաշում ընտրողը այստեղ ստացել է քվեաթերթիկը քվեարկել է, տեսել ենք, մենք նման ահազանգեր ունենք 4-5 տեղամասերից, որոնցից մյուս տեղամասեր գնացել են մեր առաքելության դիտորդները, այս տեղամաս ես 2 տեղամաս ես ինքս եկա եւ տեսնում եք 5 ահազանգերից 4-ի մասով ճշտել ենք, որ այս իրավիճակն է, որ մյուս տեղեր եւս 3 տեղամասում կար, մի տեղամասի մասով 14-ի 10-ի մասով հիմա իմ գործընկեր դիտորդները 14-ի 10-ում են ճշտում են։ Մայրու աղջիկ եկել են այստեղ, մայրը ասում է հանկարծ չսխալվես, չշփոթվես, ինչ պիտի քվեարկես։ Այստեղ մոտենում են, որ քվեաթերթիկները վերցնեն, ասում են մենակ 7-րդ համարի քվեաթերթիկը տվեք, ուրիշ մի տվեք։ Հետո այստեղից ասում են, որ չի կարող լինել։ Այսինքն ինքը դա բացահայտում է իր քվեարկության քվեարկելու արդյունքը, իր այդ խախտումն է արձանագրել։ Բաց քվեարկություն դա են դիտարկել։ Դրանից հետո այդ նույն անձը մոտենում են մայր ու աղջիկ քվեարկություններին երկու, ընտեղել են իրար հուշումներ անում, հանձնաժողովի նախագահն իհարկե ասում է, որ չի կարելի, դա արձանագրվել է։ Բայց ոչ թե քվեախցիկում է եղել է բաց քվեարկությունը, այլ քվեաթերթիկները վերցնելուց, ինչն է ասել է տվեք ինձ 7-րդ քվեաթերթիկ։ Հասկացվել է արձանագրվել։ Հայ արձանագրվել։ Այո, դա արձանագրել ենք։ Լրատվամիջոցների մասով էլ որ ասում ենք, տեսեք երկն է որոշելու խախտումա թե չէ, մենք արձանագրել ենք, դիտորդը արձանագրել է, CVK-ը եկավ հարցազրույց վերցրեց, ես չգիտեմ, ավելի լավ կասեք։ Հարցազրույց վերցրեց, ինչ որ ժամանակ անցկացրել այստեղ, դրանից հետո նոր եկել է այստեղ, գրանցվել է։ Իսկ օրինակ տեսեք, ազատություն է ֆակտորը անմիջապես մտել այստեղ, գրանցվել է, նոր սկսել են հարցազրույց վերցնել։ Դա դիտարկել է իրավախախտում եւ Ընտրական գործընթացը խաթարում է։ Հենց թե հարցազրույցները Ես համաձայն եմ եկեք հարգելի լրագրողներ ժամը 7-ին ճեպազրույց ունենք։ հենց դուրս է ձեր հարցազրույցները տվեք, վերցեք, ստեն արդյոք չեն կարող ներել։ Ես չեմ Արեք ջան,